Եթերում հայ պերսոնան է, ծանոթանանք այսօրվա իմ հյուրի հետ։ Նրա երգերը չխամրող հիթեր են մինչև օրս։ Հատկապես 90-ականներին նրա տարբերվող ձայնն ու ձայնապնակը անբաժան էին յուրաքանչյուր հայ ընտանիքի ամենաուրախ պահերին։ Բազմաշնորհ այս արտիստը այսօր էլ չի կորցրել իր կրակոտ կերպարը։ Հանդիսատեսը սիրում է ու գնահատում նրան եւ որպես երգչուհի, եւ որպես դերասանուհի, եւ որպես վառ անհատականություն։ Հայ պերսոնայում Արմինե Գրիգորյանն է։ Ծնվել է 1968 թվականի հունիսի 5-ին։ 1985 թվականին ավարտել է Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը։ 1985-ից 1987 թվականներին սովորել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ Որպես մեներկչուհի եւ դերասանուհի աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, մետրո, Ոզնիներ թատրոններում։ 1995 թվականից երգում է որպես անհատ երգչուհի։ 2006-ից 2008 թվականներին Դար 21 հեռուստաընկերությունում հեղինակել եւ վարել է «Իմ արև» հաղորդաշարը։ Արմինե Գրիգորյանի երգերի մեծ մասը հումորային ժանրին են պատկանում։ Տիկին Գրիգորյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հայ պերսոնա նախագծի հրավերը։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Կա ճակատագիր, թե մենք ինքներս ենք կառուցում մեր կյանքը։ Ես կարծում եմ կա որոշ չափով ճակատագիր, բայց տոկոսային հարաբերությամբ երևի թե շատ բան մեզանից է կախված։ Երևի թե ճակատագիրը տրվում է եւ նայած քո տեսակը, քո ապրելակերպը եւ ամեն ինչը բերում է նրան, որ կարողանաս ավելի գուցեև փոխես երբեմն ճակատագիրը, այդպես եմ կարծում։ Ձեզ հաջողվել է որոշակի փոփոխություններ կատարել։ Ես չգիտեմ ինչ է եղել իմ ճակատին գրված ի սկզբանե, բայց կարծում եմ հաջողվել է անել ինչ-որ փոփոխություններ, ոչ թե մտածված, այլ երևի կյանքի բերումով, պարզապես հաջողակ լինելու առումով, երևի թե ինչ-որ տեղ ես այդպես եմ կարծում։ Այ եթե ձեզ տրվեր այդպիսի հնարավորություն, ապա կանեիք որոշակի խմբագրումներ ձեր կյանքի ինչ-որ դրվագներում։ Խմբագրումներ, գուցեև անեի, իհարկե, ոնց էլ չլինի կլինեն ինչ-որ բաներ, որոնք ասենք թե, բայց գլոբալ առումով կարծում եմ առանձնապես ոչ։ Ինչ խորհուրդ կտայիք ինքներդ ձեզ 20 տարեկանում։ Չգիտեմ, երևի թե ժամանակը ավելի ռացիոնալ օգտագործել, ամեն մեկի վրա չօգտագործել, բայց այսպես մտածում եմ ամեն մեկը իրենց մուտք գործելով իմ կյանք, ինեն դրան գործընկերներ, թե ընկերներ, թե ընդհանրապես, ամեն մեկը իր չափով ուսուցիչ է եղել եւ ինձ թե լավ, թե գուցե իր վատ ներկայությամբ, բայց սովորեցրել է շատ բաներ, որոնց պատճառով ես այսօր իմաստուն եմ ինձ համարում եւ շնորհակալ եմ բոլոր մարդկանց, ովքեր կամ լավ, կամ վատ իմ կողքն են եղել եւ հնարավորին չափ իմ կյանքը գունավորել են, փոխել են երևի թե։ Ով է ձեզ հանդիպած ամենաճակատագրական մարդը։ Գիտեք, մեկ հոգի չէ, մի քանի հոգի են, կարելի է ասել շատ քիչ, բայց եղել են տես ճակատագրական, օրինակ իմ բարեկամուհին, որը ես դպրոցը ավարտելուց հետո 2 ամիս մանկապարտեզում էի աշխատում, մինչև ընդունվելը։ Իմ բարեկամուհին Անահիտը, որը հիմա Ֆրանսիայում է ապրում, մանկապարտեզում էի, փոքրիկների հետ նստած էինք երգ էի սովորեցնում, եկես ես մի հատ փոքրիկ թուղթ բերել, թերթից հատված, հայտարարություն, Սունդուկյան թատրոնի ստուդիան հայտարարում է ընդունելություն։ Ես Էջմիածնում, Երևանում Սունդուկյան թատրոնը, Երևան երևի շատ քիչ է եկել փոքր ժամանակ ծնողներիս հետ։ Վերցրեցի այդ թուղթը, այդ թերթի կտորը, 87 տարեկանում եկա Երևան, ընդունվեցի Սունդուկյան թատրոնի ստուդիան եւ իմ կյանքը ոչ թե կարդինալ, այլ լրիվ ուրիշ ձևի փոխվեց, մի անգամից եմ որ Սկարաբլյանա բալ, ու մի անգամից ես հանդիպեցի, ինձ սկսեցին դասավանդել մեծություններ, որոնք նույնիսկ ես չեմ էլ երազել այդպես բաների մասին, ես փոքր ժամանակվանից բնականաբար, քանի որ հորաքույրս թատրոնում էր աշխատում, ընդհանրապես դերասանուհի էր, մայրս երգում էր, սիրում էր երգել, իհարկե բնակավար ուսուցչուհի էր, բայց երգել սիրում էր, պեսենիկներ ուներ, այսպես են։ Եվ ճիշտ արվեստի վանում էի
հաճախում էի շատ դպրոցներ արվեստի հետ կապված, կրուժոկներ են ժամանակ, սովետական ժամանակ այդպես էր ասվում, բայց ինձ հետ այդ թուղթը խաղաց ճակատագրական, իսկապես, որովհետև ես կարող էի մնայի նույն տեղում եւ թեկուզ ինչպես ասում, ինչ որ տեղեր աշխատեի, գուցե եւ ուրիշ ձև այլ կապ չունի լավ կամ վատ այլ լիներ, բայց այդ փոքրիկ թուղթը օրինակ Անահիտի հետ կապված դա ճակատագրական էր, ես համարում եմ։ Դուք եղել եք ոչ միայն Սունդուկյան թատրոնում, էլի թատրոններում, բայց որ պահից դադարեցրեցիք թատրոնում ձեր գործունեությունը։ Ես Սունդուկյան թատրոնում երբ որ ավարտեցի արդեն որպես ուսանող, մի քիչ մնացի որպես ռազովայ ակտրիսը, տենց էին ասում։ Հետո դուրս եկա եւ Պարոնյան թատրոնում եմ աշխատել 2 տարի։ Պարոնյանից հետո մետրո թատրոնում եմ աշխատել։ Երկար ավելի 3 տարի գուցե։ Եվ 93 թվականից Ոզնիներ թատրոնում եմ աշխատել, մինչև 95 թվականը, երբ որ արդեն մենք գնացինք Ոզնիներով Ամերիկա, Միացյալ Նահանգներ ներկայացումների եւ վերադարձա եւ ընդհանրապես այդ տարվանից թողեցի թատրոնը, որտեղ արդեն սոլնի մենահամերգային կարիերա էր սկսել ինձ մոտ, ես ուղղակի ժամանակ չունեի, ես որ Միացյալ Նահանգներից վերադարձա 95 թիվներ, հենց իմ այդ ճանաչվելու ժամանակներն էին, մի անգամից ինձ սկսեցին առաջարկել շատ մենահամերգներ ամեն տեղ եւ Երևանի մեծ համերգասրահներում եւ շրջաններում եւ ես ամբողջությամբ արդեն զբաղված էի դրանով եւ բնականաբար, բայց այնպես չի որ դուրս եկա, ես կյանքիս չափ սիրել եմ թատրոնը, կարելի է ասել, հիմա էլ եմ սիրում շատ, ուղղակի անկախ նրանից, երբ որ դու բացակայում ես, ուզես, այնպես որ սովորում ես այդ կյանքին, որ դու պետք է բացակայես, չլինես թատրոնում։ Բայց դե կյանքը այնպիսի բան է, ինչ իմանանք, վաղը ինչ կլինի։ Միգուցե որոշ ժամանակ հետո ես նորից ինձ տեսնեմ թատրոնի բեմում։ Ինչ կասեք կինոյում հայտնվելու մասին։ Շատ սիրով կհայտնվեմ կինոյում, պարզապես ինչ չենք կանչում նկարահանման։ Եթե կանչեն, գուցե եւ սիրով համաձայնվեմ, նայած իհարկե ինչ դեր ոնց։ Իսկ որ թատրոնում եք ձեզ պատկերացնում հիմա։ Որ ժանրի թատրոնում։ Իմ ժանրը կոմեդիան է եղել միշտ, ես ավելի պարոդիայի թատրոնի ժանրի երևի ներկայացուցիչ եմ, դերասանուհի եմ, կարծում եմ։ Երևի թե այդպես չկա, հենց հիմա Երևանում, ասենք, ինչ-որ թատրոն, որտեղ գուցե ես չգիտեմ, որտեղ ես ինձ լիարժեք կզգամ որպես դերասանուհի, կամ էլ կա, ես չգիտեմ, երևի վերջի տարիներին ինչքան որ բավականին քիչ ենք առնչվում թատրոնի հետ ուզած աշխատանքից ելնելով։ Արմինե Գրիգորյանը ինձ համար գույն է, որովհետև Արմինեի մասին կարելի է խոսել միշտ եւ շատ։ Նրա բարությունը, նրա աստվածասիրությունը, նրա մարտեսակը, նրա ընկերասիրությունը, Արմենին ինձ համար առաջինը դերասանուհի, հետո երգչուհի է, որովհետև իր կերպարի մեջ ինքը չկա իր նմանը, ես ոնց տեսնում եմ չկա, որովհետև ինքը իր կերպարի մեջ ինքը շատ յուրահատուկ է։ Ժամանակին, երբ ինչպես դուք արդեն նշեցիք, ձեր կարիերայի գագաթնակետում էիք գտնվում, այդ տարիներին երգիչ-երգչուհիները իրենց աշխատանքը հանրայնացնում էին տեսահոլովակներով, համերգային ծրագրերով եւ այլն։ Չնայած մեր օրերում հիմա կարծես թե այդ տեսահոլովակները այնքան էլ ակտուալ չեն, այնուամենայնիվ դուք ձեր երգարվեստը հանրայնացնելու ինչպիսի ուղիներ եք հիմա փնտրում։ Ճիշտ ասած, ես երկար տարիներ փակված եմ եղել հեռուստատեսությունում եւ բնականաբար չէի նկարում արդեն տեսահոլովակներ, սկզբից նկարեցի նոր 2000-2001 թվականին 2 տեսահոլովակ նկարեցի, հետո որ սկսեցին չցուցադրել, ես էլ սկսեցի չնկարահանել, որովհետև իմաստը չէի հասկանում։ Հետո այդպես մի 20 տարի անցավ, ես հասկացա, որ օրենքով պիտի մոռացվեի, բայց չմոռացվեցի, որովհետև ես անընդհատ եղել եմ բեմում։ Նույնիսկ եթե ինձ հեռուստացույցով ցույց չեն տվել, ես անընդհատ ես երբեք օր չի եղել, որ ես չաշխատեմ իմ կյանքում, պատկերացնում եք, միայն 10 ամիս, որը կորոնավիրուսի ժամանակներ, որը բնականաբար ոչ մեկս չէինք աշխատում, ես ուղղակի երբ որ փակվել էի կորպորատիվ կլաբային կյանքի ավելի անցել, ուզած, чтобы выжить։ Ես մի քանի անգամ դրա մասին ասել եմ։ Եվ
հասկանում եք, չէ՞, մեծ բեմերից հետո ես միշտ մեծ բեմերում եմ, ես ունեցել եմ համերգներ բոլոր Հայաստանի ստադիոններում մենահամերգներ 5000 թեղանոց միայն իմ անունով, կողքից հրավիրում էին նաև երգիչներ, որոնք մի երգով երգում էին, որովհետև հնարավորություն ունեի իրենց, ասենք թե մի խոսքով հետո այդքան որ ասում ձգեցի մինչև հասավ համացանցի դարը, հիմա համացանցով ենք երևում, ուզած ավելի լավ փառք Աստծո, ես չունեցա այդպես էլ կախում հեռուստաընկերություններից, ինձ չկանչեցին բան, ու ես չմոռացվեցի, ոչ թե հատուկ ինչ-որ բաներ արեցի, որ չմոռացվեմ, նույնիսկ ես ուզում էի մոռացվեի, ժամանակ կար, որ այնքան վիրավորված հոգնած եւ բան էի, ասում էի կլինի ինձ մոռանան, ես գնամ ուրիշ երկիր երևի ապրեմ, մի քանի անգամ ուզել եմ գնամ, բայց իհարկե չեմ երբեք չեմ գնացել եմ, բայց վերադարձել եմ, այդպես ոնց որ թարմանալու ռեստարտի համար։ Երբեք չեմ ցանկացել եւ չեմ կարողացել ուրիշ տեղ մնամ, փառք Աստծո, միշտ առաջարկներ են եղել, լավ կոնտրակտներ, լավ գումարներով, բայց ես երբեք ոչ մի տեղ չեմ մնացել եւ չեմ մնա։ Պարզապես այսպես ստացվեց, համացանցով ես այսօր ունեմ PR մենեջերներ, որոնք զբաղվում են իմիջերով, պրոֆեսիոնալ թիմ, աշխատում ենք, տեսնենք ինչ ենք անում, ինչ պետք է անեմ, արդեն եւ տարիքային այն ինչ որ հնարավոր էր ամենամաքսիմալը անել, մեր երկրում ես դա արել եմ ժամանակին։ Ես միշտ հիշում եմ իմ դասախոսին Նիկոլայ Ծատուրյանին, որ ասում էր, լավ սա էլ արեցիք հետո։ Այն մյուսն էլ, բա հետո, այդ հետո մտել է իմ ուղեղին, հետո։ Այդ հետոն է հիմա, հետոից հետո է գալիս։ Հետո կմտածենք, թե հետո ինչ կլինի։ Այդ հետոյի բանը, ընթացքում ինչ լինում է, Աստծո տված օրով ապրում եմ, օրվա մեջ լինում են տարբեր բաներ։ Իրա նմանը տեսակը չկա, տեսեք քանի տարի Արմինեն երգում է, չէ՞, կամ որպես արտիստիզմը իրա որ տեսնում եք, իրա կա տենց տեսակ չկա, ինձ համար օրինակ չկա Արմինեի կրկնօրինակող երկրորդ տեսակը, ինքն ունի իր տեսքը, իր գույնը եւ իր վիճակը, իր մասնագիտական վիճակը։ Անկամ իր երգերը, որ վաղուցվա երգեր են, այսօր մեր երիտասարդությունը այդ երգերի տակ ուրախանում է, ապարում է եւ ունի Արմինեն ունի, կստացի ասեմ, որ Արմինեն ունի նաեւ մենաշնոր բառեր, անգամ բառերի ելևեջ, բառերի մելիզմ, բառերի արտահայտություն, դա հենց իր տեսակն է, որ կա Արմինե Գրիգորյան, Արմինե Գրիգորյանոտ։ Мой сынок такой красивый, настоящим стал мужчиной. Я горжусь тобой, мой дорогой. День такой чудесный, звучат веселые все песни, и красивее нет невесты, и счастьем светится жених. Везде и смех, и счастье, слезы, вино игристое и розы, а впереди мечты и грезы, и полных счастья много лет. Мой сынок такой красивый, настоящим стал мужчиной. Я горжусь тобой, мой дорогой. Вам желаю много счастья, обойдет пусть дом ненастья. Помни, сын, маман всегда с тобой. Вам желаю много счастья, обойдет пусть дом ненастья. Помни, сын, маман всегда с тобой. За молодых до дна мы выпьем, и горько молодым мы крикнем. Еще недавно не знакомы, теперь мы все одна семья. И пусть рекой спиртное льется, душа ликует и смеется. Теперь любимой стала дочкой, мне сына моего жена.
Мой сынок такой красивый, настоящим стал мужчиной. Я горжусь тобой, мой дорогой. Вам желаю много счастья, обойдет пусть дом ненастья. Помни, сын, маман всегда с тобой. Вам желаю много счастья, обойдет пусть дом ненастья. Помни, сын, маман всегда с тобой. Такой красивый, настоящим стал мужчиной. Я горжусь тобой, мой дорогой. Вам желаю много счастья, обойдет пусть дом ненастья. Помни, сын, маман всегда с тобой. Вам желаю много счастья, обойдет пусть дом ненастья. Помни, сын, маман всегда с тобой. Տիկին Գրիգորյան, ունեք չիրականացած նպատակներ, որոնց համար հիմա ափսոսանքի զգացողություն ունեք։ Գիտեք, չկա տենց բան, որ ասեմ, ես ինչ-որ մի բան նպատակ եմ դրել, չի իրականացվել, իսկապես չկա։ Ափսոսանքի զգացողություն կա մի փաստ, որ ցանկալի կլիներ երեխա ունենայի, երեխաներ, ինչու՞ չէ, միայն դա է։ Բայց դե դա էլ ասում եք, ես միշտ ասում եմ, այն ժամանակ, երբ որ երիտասարդները սիրահարվում են, գնում են կինո, այգի եւ այլն, հանդիպում են, ես այդ ժամանակները օրվա մեջ 3-ից 4 մենահամերգներ եմ ունեցել, ես շատ զբաղված եմ եղել իսկապես։ Ես շատ երիտասարդ տարիքում շատ մեծ բաներին վրա բեռեր դրված, օրը 3-4 առաջի 2 համերգները դպրոցականների, ասենք թե Արտաշատում կամ Մաշտարակում, երկրորդ համերգները մեծերի համար երեկոյան, պատկերացնում եք, չէ՞, դա ինչ բան է, բարձրապես որ երիտասարդ չես զգում այդ հոգնածությունը, այդ ամեն ինչը։ Եվ այդ պատճառով մեկ էլ մի պահ հետ նայեցի, տեսա որ ես ահագին բաց եմ, դա երևի թե ամեն մարդ իր բանը ունի, նորից գալիս ենք ճակատագրին, իր ղսմատն ունի, այսպես ասեմ։ Այս է ճակատագիրը, երևի թե իմ ճակատին գրված էր, որ ես պիտի երեխաներ չունենամ։ Մայրս միշտ ասում էր, ոչ էլ ամուսնացի, քո երեխաներ ունես 3 հոգի, զարմիկներիս մասին է խոսքը։ Փառք Աստծո, 3 զարմիկներ ունենք, որից 2-ը այստեղ չեն, ես եղբորս քրոջս միշտ ասում եմ, իբրև թե դուք էլ ամուսնացած եք, ես ոչ, ուր են ձեր երեխաները։ Փաստորեն քրոջս որդին Լատվիայում է ապրում, եղբորս աղջիկը Ամերիկայում է ապրում, եղբորս մի տղան է այստեղ, Նարեկս, որը բոլորիս տղան է։ Հիմա այդ մի տղան էլ մարդ է, կյանք է, գուցե եւ վաղ միսօր է, այնպես որ ոչ ոք ոչինչ չի կարող ասել, բայց ամուսնանալ երբեք չեմ ուզել, ճիշտ ասած, որովհետեւ տեսնելով չեմ ասում վատ է դա, իհարկե, բնականաբար ամեն մարդ իր ընտրությունն ունի, բայց տեսնելով հոգսը կնոջ, նույնիսկ ամենաերջանիկ կնոջ, կենցաղը, հոգսը օրվա դեռ չեմ ասում երեխաներ ունենալու, ընտանիքին պահելու։ Ես սովոր եմ մի բան անելուց իդեալնի անեմ։ Եթե ես ունենա երեխա այնքան որ մերոնք պահեն մյուսը բան, իմաստը որն էր, ունենալուց ես ամեն ինչ թողնեի եւ բնականաբար նույնն էլ ընտանիքի հետ կապված պատասխանատվության հարց է, մեծ պատասխանատվություն է պետք ունենալ ընտանիք, ամուսնանալ ընտանիք պահելու համար։ Ես կարծում եմ, եթե մի բան թերի պետք է լիներ, իմաստը չեմ գտնում։ Եթե սա էր իմ ճակատագիրը։ Սա այն էր, որ ես ոչինչ չեմ փոխել։ Ինչ կասեք կոչումների մասին, որքանով են դրանք ձեզ համար եղել կարևոր։ Գիտեք, կոչումները ինչ խոսք կոչումը շոյում է արտիստին իր բազմաչարչար տարիների, ասենք, պատասխանը ոնց որ լինի,
Բայց ես հիշում եմ ինձ մեր գոլեգաներից մարդիկ մի քանի հոգի, քանի անգամ ասում են, ինչու չես գնում հավաքի թղթեր այդ քո մասին մատերիալներ հավաքի, թող մարդիկ քո մասին կարծիքներ ասեն, տար ներկայացրու։ Ես ուղղակի կամաչեի մասին հավաքեմ, տանեմ, ասեմ ինձ կոչում տվեք։ Գիտեք, ես միշտ դա հիշում եմ, ուրեմն 2009 թվականն էր Armenia Production-ը, որ Կրեմլում համերգներ անում են Վալերի Սահարյանի կազմակերպված։ Երբ որ այդտեղ ես երգեցի, երբ որ ինձ հայտարարեցին, դահլիճը ծափահարում էր, ես հետևից գալիս էի, հաղորդավարները Comedy Club-ի աշոտներ եւ ռուս դերասանուհի չեմ հիշում, Տատյանա, по-моему, ազգան չեմ հիշում։ Եվ այդ մինչև դա բոլորին մոտենում էին կուլիսներում, այսպես պապկայով եւ ասում են, ձեզ ինչպես ներկայացնենք։ Բոլորը երկար ինչ-որ բաներ էին ասում, ես իհարկե կոչում չունեմ, բայց մրցանակներ եւ այլն տարիների կան շատ տարբեր։ Ես ասեցի կլինի, ինձ պարզապես ասեք Արմինե Գրիգարյան, վստուպայդ Արմինե Գրիգարյան, ասեցին իհարկե կլինի։ Մեկ էլ հերթը հասավ, իմ հերթն է, հայտարարում են, ես վերևից այդ աստիճաններով այսպես գալիս եմ, երկի պրոիգրիշնա գնում, որ պետք է արդեն ողջունները ասեմ ու սկսեմ երգել, մեկ էլ ինձ հայտարարեցին Народная артистка Армении Արմինե Գրիգարյան, դուք հասկանում եք, Народная, ես այսպես շփոթված, խառնված իջնում եմ եւ միկրոֆոնով ասեցի, я, конечно, не народная артистка, но хотелось бы, հումոր է արեցի, որպեսզի դրա տակից դուրս գամ, մտքովս էլ մտածում եմ, ասեմ Վալերանա, մեր Սանիկն է, հիմա կմտածեն, ինչ ասես մտածում ես, մտածում եմ, հիմա կմտածեն, ես եմ ասել, որ տենց ասել։ Մեկ էլ դրոպեին դիմացի մարդիկ գոռում են, вы наш народная, ծափ են տալիս, այսինքն դրանից էլ մեծ բան ինձ այդ ամեն ինչը պետք չի, դա գիտեք մի ասացված կա սովետական, ինձ շատ դուր է գալիս այդ ասացվածքը միշտ բան ասում, ты работай, дурачок, мы дадим тебе значок, այդ կոչումը տենց մի բան է էլի երևի թե ինչ-որ բանով, բայց արվեստի մարդկանց երբ որ վիրավորվում են, ասում են, ինչի եք վիրավորվում, այդ մի բանն է, որ ձեզ տարիներ, արդեն քանի տարի, 30 քանի տարի ես 38 տարի է ես Սունդուկյանի բեմից սկսած պրոֆեսիոնալ բեմում եմ եղել, որից 30 տարի ես երգում եմ։ Ես առանց կոչումի մարդիկ ինձ ճանաչում են, ներողություն եմ խնդրում անհամեստության համար, շատ լավ են վերաբերվում։ Չգիտեմ կոչում ունենալուց ինչ կլինի, իմ չգիտեմ։ Մի ձևի երբեք տենց առանձնահատուկ, պարզապես ամոթ է, որ մարդիկ իր մասին հավաքի, եթե ինչ-որ մարդիկ հավաքեն, տանեն, ներկայացնեն, другое дело, ուրիշ հարց։ Բայց երբ որ ես պիտի անեմ, դա ինձ համար մի քիչ, չգիտեմ, կարծում եմ ինձ չի սազում հավաքել իմ մասին մատերիալ տանել ու խնդրել, որպեսզի ինձ տան։ Ես գիտեմ Հայաստանում այդպես էր, էլի, դրա համար եմ ասում, ցավոք։ Դուք շատ ջերմ հիշողություններ ունեք, հուշեր ունեք։ Դուք խոսում եք միշտ գեղեցիկ համերգների մասին, սպասված սիրված լինելու մասին, բայց կարծում եմ այս ամենին հասնելու համար բավական երկար ճանապարհ եք անցել։ Ինչպիսի ճանապարհ է ձեզ տրվել եւ արդյոք ավելի շատ հանդիպել եք մարդկային թե տեխնիկական խոչընդոտների։ Գիտեք, Անի ջան, ես ինձ հաղորդման սկզբում էլ ասի շատ հաջողակ մարդ եմ համարում, որովհետեւ իմ մոտ ուրիշ ձևի է, ես մի անգամից եկա եւ ինձ սկսեցին դասավանդել Մետաքսիա Սիմոնյանը, իմ կուրսի ղեկավարն էր Սոս Սարգսյանը, իմ ռեժիսորներն էին կուրսի Նիկոլայ Ծատուրյան, Արմեն Էլբակյան, Սոս Պետրոսյան, բեմական շարժում, մեկը մյուսից մեծություններ, այսպես 17 տարեկան մարդը ոնց այսպես մի անգամից, ես համարում եմ դա հենց բան, սկիզբը շատ լավ, բայց խոչընդոտներ հետագայում սկսվեցին, երբ որ նախ իմ մոտ որ ամեն ինչ մի քիչ շատ հեշտ ու լավ է գնացել սկզբից, բայց խոչընդոտներ սկսվեցին, որտեղ ես տատիկից տուն ստացա Նվեր Կասկադում, երևի գիտեք այդ պատմությունը նույնպես։ Դե բնականաբար պատկերացնում եք մարդիկ ասում են, «Մարդ էսով է անդադ բախտը բերում, մեկ ստեղա բախտը բերում, մեկը տեղա բախտը բերում»։ Հետո ես մի օրում էլի, որ ասում եմ, «Проснулась знаменитая», որպես երգչուհի, տենց շուտ ճանաչվեցի եւ սկսեցի աշխարհով ման գալ, ոնց որ երազում լինեի առաջի տարիներին, անսովոր էր շատ։ Համերգներ, մենահամերգներ, լիքը այն որ միանգամից կարդինալ կյանքդ փոխվում է, դու սկսում ես շփվել եւ նստել թեկուզ առաջի դեմքերի հետ։ Եվ շատ դժվար է, միջայլոց խորհուրդ երիտասարդներին, որ դժվար է այդ ամեն ինչի մեջ պահպանել, որ մեջքի վրա չընկնեն, որովհետեւ դա իսկապես բարդ բան է, չտանի էլի, որտեվ
տանում է մարդկանց, շատ տանում է ու հետ չի բերում։ Իսկ թատրոնի կյանքում ինձ մոտ շատ լավ է եղել, ես ոչ մի խոչընդոտներ չեմ ունեցել թատրոններում։ Միշտ սիրել եմ իմ գոլեգաներին, իրենք էլ ինձ շատ ուրախ, լավ ընկերներ են եղել, մինչև հիմա իմ ընկերները, գոլեգաները ամբողջ աշխարհով մեկ են մետրո թատրոնի մեր ընկեր, որոնք միասին ենք մեծացել, բայց ես խոչընդոտներ շատ ունեցա երգարվեստում, բեմարվեստից հետո երգարվեստում շատ եմ ունեցել խոչընդոտներ, որովհետև այսպես էր համարվում, չէ՞ որ ես հարցազրույցների ժամանակ միշտ ասում եմ, ես երգչուհի չեմ, ես դերասանուհի եմ, որը իմ հաճույքի համար երգում եմ իմ իսկ գրված երգերը։ Մարդ, որը ասում է դա, բայց լցնում է 5000 տեղանոց ստադիոններ, դա անմիջապես սրա հետ կապված է, նաև որ նեղություններ, ես միշտ ասում եմ, այմա փողը պայեք ձեզ, փողը ձեզ լինի, ես դուրս գամ ելույթ ունենամ պարզապես, այդտեղ փողի արժ չէր։ Եվ հետո այդ խոչընդոտները շատ են եղել, երգարվեստում չափազանց շատ, պարզապես որ ես հաջողակ մարդ եմ, միշտ իմ բախտը վերջ, այսինքն ինչ անհաջողություն ես ունեցել եմ իմ կյանքում խոչընդոտներ, հետո տարիներ հետո դրանք ինձ իմ լավ են բերել, ինձ համար լավ բանի եմ հասել դրանցով, իրենց խոչընդոտներով, որովհետև եթե մի բան մեր ձեռքում չէ, Աստծո ձեռքումն է կամ Սիլենիի ձեռքում է, կապ չունի։ Ուզում ես ինչ ուզում ես արա, միևնույնն է դու չես հասնի նրան, որ խափանես, փակես կամ խանգարես ինչ-որ մարդու, եթե դա Աստծուց է եւ բնությունից է, կյանքից է, լավ, Աստծուն չեք հավատում, ասենք թե տարբեր չէ։ Դրա համար ես հումորով եմ վերաբերվել խոչընդոտներին, տեսել եմ ինչ-որ բան չեն անում, չունեմ այն տեսակ բնավորություն, որ ամեն կերպ հասնեմ բան, լուր հետ եմ քաշվել, ամեն տեղից ու միշտ։ Երբ որ տեսել եմ ինձ խանգարում են, ես երբեք չեմ բան արել, որ բրթեմ իրանց առաջ հասնեմ, ասել կապրիցի, ռադի բոգա, ասեք, գնացեք ու ընտրել եմ մի տարբերակ ուրիշ, որտեղ ինձ չեն խանգարի խոչընդոտի, դա կլիներ ակումբ, դա կլիներ կորպորացիա եւ այլն։ Իսկ դուք կարծում եք, դուք ճիշտ եք վարվել։ Ուրեմն տարիներ առաջ, երբ որ խոսակցություն եղավ, երբ որ ինձ ասացին դու փակվել ես, հեռուստատեսությունը քեզ փակել են եւ այլն, Արտուրը Գրիգորյան, մեր լուսահոգի, ինձ ասեց դու հետևողական չես։ Մեկ օրով ապրող մարդ եմ, Աստծո տված մեկ օրով ապրող մարդ եմ եւ ես վստահ եմ, որ եթե ես ճիշտ եմ, ուրեմն անպայման կպարզաբանվի։ Թեկուզ դա տարիներ հետո այդպես էլ եղավ, գիտեք, ես գերհոգնած էի շատ այդ մենահամերգներից, այդ ճանապարհորդություններից, այդ ինքնարդիռներից, ամեն ինչից։ Եվ որ ենթագիտակցաբար երևի նույնիսկ ինձ դա դուր էր գալիս, որ ես իջնեմ ընդհատակ հանգստանամ, նույնիսկ քրոնիկ հոգնած էի իսկապես։ Երևի թե այդպես եմ մտածել եւ տարիները ցույց տվեց, որ ես եմ ճիշտ եղել, որովհետեւ լինելու բանը դա լինում է եւ այն մարդիկ, ովքեր ինչ-որ բաներ են արել դեմ եւ այլն, այսօր իրանք երազում են մի տեղ գոնե տարվա մեջ երկեն, նկարը հանեն, համացանցով ցույց տա, ես ամեն օր մի քանի տեղ երգում եմ։ Դա պատասխանն է իրենց, այսինքն ինչ արվեց, իրենց արեցին, ամեն մարդ իրեն արեց, իր վատությունը իրենց մնաց։ Ես փառք Աստծո, այսքան տարիներ փակվելուց հետո ոչ մոռացվեցի, ոչ աշխատանքից զրկվեցի։ Հակառակը ավելի լավ էր, քան այն ժամանակ, այսպես ասեմ, անիջան։ Ով է ձեր կյանքում ամենաամուր հենարանը ձեզ համար։ Բնականաբար իմ ընտանիքը, իմ եղբոր գլխավորությամբ, դա բնականաբար, դա չի քննարկվում։ Ես փառք եմ տալիս Աստծուն այսպիսի ընտանիք ունենալու համար, որովհետև բավականին լուրջ ընտանիք է մեր ընտանիքը եւ լուրջ կապ է անկախ նրանից ինչ էլ որ բան են անում, իսկապես մենք շատ կապված ենք եղբորս հետ, քրոջս հետ, զարմիկներիս հետ, եղբորս կնոջ հետ, այդքան մենք քիչ ենք, ու իրար այսպես պահպանում ենք։ Եղբայրս իր ընտանիքով եւ բնականաբար շատ մտերիմ մարդիկ ունեմ, շատ հարազատ, որի կարող ես հենվել, վստահ, որ մեջքի վրա կարող ես քեզ գցել, որ կպահեն։ Շատ խենթ հորաքույր է, շատ խենթ մորաքույր է, բոլոր իր սավելի երեխաների համար, քրոջ քույրերի երեխաների համար, ամեն մեկի ուրախությամբ ուրախանում, բոլորի տեսքով հրճվում, բոլորին կարոտում,
Այն մեռնեմ ջանիդ բառը շատ սիրում ա, որ մենք շատ սիրում ենք այդ բառը օգտագործում։ Չեմ անում էլի։ Ես Արմինեն ուրիշ ձև եմ սիրում։ Ինչպիսի չափանիշներ ունեցող մարդը կարող է դառնալ Արմինե Գրիգորյանի ընկերը։ Գիտեք, ես շատ հաճախ տենց որ խոսում են, ինչի՞ չէ սիրում մարդու մեջ, դավաճանություն եւ այլն, որ ասվում են, ամեն մարդ կարող է դավաճան դառնալ, ամեն րոպե կյանքը այդպիսի բան է, ոչ ոք ապահովագրված չէ, վստահ չես կարող, ամեն մարդ իր մասին չէ կարող է ասել։ Ես ուղղակի ապերախտ մարդիկ չեմ ուզի իմ կողքը լինեն, ապերախտ մարդը ամենավտանգավոր մարդն է իր կյանքում, ճապոնական ասացված կա, իմ սիրելի ասացվածքներից է ասում եմ, хочешь быть счастливым, будь благодарным։ Ղուրանում է շատ լուրջ բան կա դրա մեջ, միտք կա դրա մեջ։ Ուղղակի ազնիվ բարի եւ ոչ ապերախտ մարդիկ կարող են լինել իմ կողքը։ Ես շատ քիչ, առաջ իմ կողքերը շատ մարդիկ կային, ես շատ սիրում եմ շփվել, սիրում էի շատ մարդկանց հետ, շատ հետո կյանքը են որ քեզ բաների ա բերում եւ ավելի զգուշ ես լինում, ավելի բնականաբար ամեն մեկին չես թույլ տա քեզ մոտ լինել առաջվա պես։ Ամենայն դեպս էլի փառք Աստծո, այսքան տարիներից հետո, այդքան բան տեսնելուց հետո պահպանվես, ովքեր կան, ինձ բավական են իմ կողքը։ Շատ ջիգարով ընկեր է ինքը, շատ ծրտացավ, շատ հարեհաս, շատ ուշադիր, անգամ գիտի, որ ինչ-որ մի բան, եթե այնպես չի եղել, կզանգի հաջորդ օրը կամ մյուս օրը կասի, մի հատ ասա տեսնեմ ինչ կա, չկա, ոնց ես, ինչ եղավ, ինձ համար իհարկե։ Դե իզուր չէ, ընկերուհիներին չեն ասում հիմնականում, որ ընկերուհիս է։ Ես իմ լավ ընկերուհիներին միշտ ասում եմ, իմ քույր ընկերուհին է։ Առաջի հերթին Արմինեին կցանկանամ, որ ինքը միշտ առողջ լինի, որովհետև եթե մենք առողջ չենք լինում, մեր պոզիտիվն էլ է կորում, մեր դեմքի, տեսքի արտահայտությունն ու խոսքի ելևէջն էլ է կորում։ Ես ուզում եմ, որ ինքը միշտ առողջ լինի, միշտ չկորցնի իր պոզիտիվ կերպարը, վիճակը, ինքը միշտ մնա այնպիսին, ինչպիսին որ ինքը կա, որ տեսնում եք Արմինե Գրիգորյանը չի փոխվել, ոնց սկզբից էր, առաջ էր, նույնը եւ հիմա է, կարող է եւ ուղղակի ընդամենը մի քիչ տեսքն է փոխվել, մի քիչ ստիլն է փոխվել, բայց Արմինեն չի փոխվող կերպար չի, ինքը ոնց կա տենց մնացել է։ Ինչ է պակասում ձեզ ել ավելի երջանիկ լինելու համար։ Գիտեք, պաթոսային բաներ չասեմ, հա, նախ իսկապես պատերազմ չլինի աշխարհում, մենք ամեն րոպե, ամեն առավոտ էս վերջի տարիներին արտանում ենք վախեցած, վայ, հանկարծ պատերազմ չի, գիտեք, պատերազմը աշխարհի ամենավատ բանն է։ Հերու ամեն ինչից այդ երկրաշարժներ, ասենք լիքը բաներ կա, դրանք այդքան վատը չեն, որովհետև երկրաշարժի ժամանակ մարդկանց գոնե գնում են փրկելու, իսկ պատերազմի ժամանակ օրենքով սպանություններ են, օրենքով մարդկանց սպանում են։ Թող Աստված միշտ խաղաղություն տա մեր երկրին եւ աշխարհին, դա ամենավատ բանն է։ Եթե պատերազմ չկա, ես արդեն ինձ երջանիկ կզգամ, եթե մեր երիտասարդները պահպանվեն, որովհետեւ քիչ ենք, հրաշք սերունդ է, ուզում եմ բոլորը երջանիկ լինեն եւ չլինի պատերազմ։ Դա է, որ դա է երևի թե լիարժեք եւ առողջական էլի ինչ որ բաներ, որ լիարժեք մարդիրան երջանիկ զգամ։ Անչափ շնորհակալ եմ Տիկին Գրիգորյան, դուք ինձ համար բացահայտում եք, կարծում եմ հեռուստադիտողը նույնպես բազմաշերտ լսեց եւ եւս մեկ անգամ ճանաչեց ու տպավորվեց Արմինե Գրիգորյան անհատով, երգչուհիով, որին բոլորս իհարկե շատ սիրում ենք։ Շնորհակալ եմ շատ, փոխադարձ սիրում եմ ձեր հաղորդումը, ձեզ էլ առաջի օրն եմ տեսնում, շատ հաճելի է։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ։ Ձեզ հետ հայ պերսոնաներ, կհանդիպենք։